մի կարևոր հարց կա հոգևոր կյանքի մեջ։ Այո, մարդը բարին սկսում է, Պողոս առաքյալը գաղատացիներին ասում է մի հարցում, ասում է, ով ձեզ կախարդեց, որ կանգնեք։ Ասում է, լավ եք գնում, ինչու եք ոչ թե մենակ կանգնել, եթե կանգնել կա, ուրեմն արդեն հետադարձի գործ էլ կա։ Ուրեմն, երբ որ մարդը սկսում է, սա բարի է, լավ է, բայց չպետք է կանգնի կես ճանապարհին։ Չէ, հաճախակ է եղել է այդպիսի խոսք, ասենք, ումն է պետք կես կամուրջ։ Չէ, կամուրջը կիսած շինես ու կանգնես, չավարտես, կես տուն եւ այլն։ Կես գործ ումն է պետք։ Դրա համար էլ այս ճանապարհը, որ մենք սպասում ենք, որ մտել ենք, սկսել ենք, պետք է հասնենք ավարտին։ Պետք է ավարտին հասնենք, եթե ավարտին չհասնենք, մեր ամբողջ այդ ժամանակը, տանջանքը անօգուտ է լինելու, ջուրն է գնելու այդ ժողովրդի ասած, այսինքն փչանալու է։ Հենց Սերմնացան առակի մեջ չէ, 4 կարգի մարդիկ կային։ 4 կարգի մարդիկ կային, մեկը հենց ճանապարհի սկզբից արդեն հափշտակվեց, Տեր հետո մեկնում է ասում սատանայի կողմից, երկրորդը սկսեցին ահագին գնացին, բայց ասում է, երբ որ խոսքի համար նեղություն եւ հալածանք եղավ, հետ քաշվեցին։ Թեկուզ ահագին տանջվել էին, չարչարել են, բայց իրենց ամբողջ տանջանքը, չարչանքը ջուրը գնաց։ Անես չի, որ մեկը մտածի, դե ահագին եկե գոնե Տերը այս քամը հաշվի առնի, ինչ-որ բանից տա։ Ավարտին չի հասե։ Կես կամուրջումն է պետք։ Կամ երրորդ ասում է, եկան ավելի շատ ժամանակ տրամադրեցին, ավելի շատ ժամանակով գնացին ճանապարհը, մեկին ասում է, աշխարհի հոգսերը, զբաղմունքները, զվարճությունները ինչ արեցին։ Խեղդեցին մարդուն, այո, մենք տեսել ենք, որ մեկը տեսնում ես, մանավանդ այս վերջին օրին մարդիկ ավելի շատ են իրանց լեզվով եմ ասում, ախպեր, ասում եմ, պլոտնի նստել ենք կյանք անելու վրա։ Յանի կյանք են անում։ Հավատացան եք հաշվել, իրանց մեջ սա օրը տաշի տուշի, մեկը ասում է, կյանքն էլ կգնա ուրիշի։ Չի մնա իրանց։ Զվարճանում, ինչի հաշվում է, ես չեմ ասում, թող մարդը չուրախանա, բայց բաներ կան, որ քո կյանքի աճի, առաջադիմության, ճանապարհ առաջ գնալու հաշվին է, ու էլ չես հասցնի։ Ոնց են հիմար կույսերը կային, որ եկան ու պակաս գտնվեցին ու չմտան ուրախության մեջ։ Դրա համար ճանաչողության մեջ էլ, Աստծուն ճանաչելու մեջ մարդ պետք է առաջ գնա։ Շատ ժամանակ ուրախանում ես, որ տեսնում ես, մարդիկ այո ապաշխարում են, անկախ դրանից, թե երիտասարդ են, թե տարիքով են, Աստծո համար ուրախություն է, հրեշտակների համար ուրախություն է, երբ որ առաջ են գալիս, ապաշխարում են։ Բայց մեկ էլ անցնում է ինչ-որ ժամանակ, տեսնում ես այս մարդը, որ ապաշխարել է, արդեն որ զրուցես, խոսես, տեսնում ես, այս մարդը չի աճե, մնացել է նույնը, ոնց որ մի ծառ տնկել ես, ջրել ես, ինչպես որ Տերը ասում է, պարարտանյութը տվել ես, բայց չի աճում, պտուղ բերելու չի հասնում։ Եթե սկսել է կանգնել, չաճել, արդեն չորանալու պրոցեսն է գնալու։ Գիտեք, ամենք ծառից ծանոթ եք։ Դրա համար ծառը պետք է աճի, որ առողջ կոչվի, պտղաբեր լինի, որ նպատակին հասնի։ Եթե մեկս ապաշխարել ենք,
չենք աճում ու պտուղ չենք բերում, սա մեր չորանալու մասին է խոսում։ Ուրեմն, եթե ճանաչել ենք Հիսուսին, Սուրբ Գիրքը սա կարդամ է տեղեր, էլ ավելին պետք է ճանաչել, Աստծուն էլ ավելի պետք է ճանաչել։ Բայց ցավալին սա է, որ տեսնում ես, այս մարդը սկզբից ինչ որ հասցրել է ճանաչի Տիրոջը, այդ ճանաչողության մեջ մնացել ավել չի ճանաչում Տիրոջը։ 5 տարի առաջ, 6 տարի առաջ, չգիտեմ քան տարի առաջ, ինչպես որ իմացել է ով է Հիսուսը, իմացել է Հիսուսն ինչ է արել, խաչվել է մեզ համար արուն է թափել, այո, շատ մեծ գործ է։ Այդքան էլ մնացել են, ավելին չեն ճանաչում, ավելի գործ չեն իմանում։ Ինչ է արել Հիսուսը։ Շատ ժամանակ ես երկերը, մեր երկերը, որ երկում ենք, հենց ճանաչողություններ է տալիս Հիսուսի տարբեր գործերից։ Բայց ցավալից սա է, որ մարդը մնում է նույնը, չի աճում։ Ոմանք էլ բավարարված, իրենց աշխատանքով են տարված, ինչպես որ Տեր ասեց, զբաղմունքները աշխարհի, հարստությունը եւ զվարճությունը խեղդում են հավատացյալին։ Տեսնուս եք բավարարվել են, որ արդեն ճանաչել են Հիսուսին, արդեն գիտեն ինչա, հիմքը գիտեն, գաղտնիքը գիտեն, փրկության ձևը գիտեն, բայց եթե լավ գիտեք, ինչու չեք աճում, մնացել է նույնը։ Նաև որ ուզում ես օգնես, ասում ես հա, քուր ջան, աղբեր ջան, մնացել ես նույնը, բայց դու պետք է աճես, աճում եմ, գիրք կարդում ես, չէ, քարոզներ լսում ես, չէ, ինչ-որ գործողություն անում ես, չէ, ախր հնարավոր չի, ճանաչողությունը աճելը ինֆորմացիայից է, որ դու ինֆորմացիա պետք է ստանաս Հիսուսի մասին նոր տեղեկություններ, Սուրբ Գրքից իհարկե, Սուրբ Գրքի մեջ գրած չափանիշներով։ Եթե դու ոչ մի բանի հետ հաղորդ չես, ինֆորմացիա չես ստանում, չես ջրվում, քո մոտ չի ավելանում տեղեկությունը, դու ինչի հաշվին ես ավելացել հոգևոր կյանքի մեջ, հնարավոր բան չի։ Մարդը, որպեսզի աճի, շատերը գալիս են ասում, եղբայր ջան, մի հատ աղոթք քարը թող հավատքս աճի։ Ասում Տերը այդպես բանի համար աղոթք չի արել։ Երբ որ խնդրեցին Տիրոջը մեր հավատքը աճեցրու, մեծացրու, Հիսուս չասեց, հեսա կաղոթեմ, քո հավատքը կմեծանա, ասեց, եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, ասում գրվածին եթե հավատաք, հավատք ունենաք։ Այն ամենամեծ հավատքը, որ ուզում եք ավելանա, գրվածքը նորից պետք է կարդաք, որ ձեր մոտ ինֆորմացիա շատանա, որտեղ ես քո մասին լսել եմ, օրինակ, բորը մեկի մասին լսել եմ, բոյը 1.80 է, քաշը 70 կիլոգրամ է, ես ինչի աղջիկնա կամ տղենա, հա, ճանաչեցի այդ կամով, եթե ուզում եմ քեզ ավելի ճանաչել, նոր ինֆորմացիաներ պետք է ստանամ, ամուսնացած է, թե ամուսնացած չի, եթե ամուսնացած է երեխա ունի, թե չունի, օրինակ եմ ասում, որ ճանաչելու համար ինչ մասնագիտություն ունի, որտեղ է աշխատում, ասում եմ Եսային, ով հավատաց մեր լուրին և Տիրոջ բազուկը ում հայտնվեց, եթե ուզում եք հայտնվի, հավատքը ավելանա, զորությունը ավելանա, լուրին պետք է լսես, լուր պետք է ստանաս, նոր լուրեր պետք է ստանաս Սուրբ Գրքից, որպեսզի հավատքը տաճի, դու աճես, զորանաս, հասնես պտուղի, բայց եթե մենք բավարարվել ենք, ինչ որ ժամանակ լսեցինք ու դրանով բավարարվել ենք, մենք կարող ենք ստուգել, արդյոք ես Հիսուսին ավելի ճանաչում եմ, քան անցած տարի, քան նախանցած տարի, օրինակ, քան ինչ որ ժամանակ, թե ոնց կամ տենց էլ մնացել, մեդի չորանալու նշանը։ Դրա համար ուզում եմ կարդալ Մատթեոսի 11-ի 26-ից մինչև 28-ն էլ միասին։
Այո, ով հայր, որտեղ այսպես հաճո եղավ քո առաջին։ Ամեն բան ինձ տրվեց իմ հորից, եւ ոչ ոք չի ճանաչում որդուն, բայց միայն հայրը։ Եվ ոչ ոք չի ճանաչում հորը, բայց միայն որդին։ Եվ ում որ որդին կամենա հայտնել, ինձ մոտ եկեք ամեն հոգնածներ եւ բեռնավորվածներ եւ ես ձեզ հանգիստ կտամ։ Ուշադրություն դարձեք։ Ոչ ոք չի կարա Աստծուն ճանաչի կամ Հիսուսի ճանաչի, եթե Հիսուսը չճանաչեցնի։ Հայրը իրեն եթե ուզում է ճանաչեցնել, որդու միջոցով է։ Այսինքն ասում է, ումը որ որդին հայտնի թե իր մասին, թե հոր մասին։ Այստեղ կառաջանա ճանաչողություն եւ եթե շարունակում ենք եւ աճ։ Ճանաչողության ճանապարհը Հիսուսն է։ Ես եմ ճանապարհը, ասում է, ճշմարտությունը եւ կյանքը, ոչ ոք հոր մոտ չի կարող բարձր կամ հոր հետ կապված ոչինչ չի իմանա, որտեղ նա է ճանաչեցնողը։ Եթե որդին չհայտնի։ Շատերը որ մերժեն են Հիսուսի աստվածությունը կամ որևէ ճշմարտություն Հիսուսի մասին, նրանք չեն կարող Աստծուն ճանաչեն, թեև Աստված Եհովա ասելով ման են գալիս։ Ինքնախաբեություն է։ Եթե Հիսուսին մերժել են, Հիսուսը նրանց չի ճանաչեցնում, նրանք Աստծուն չեն ճանաչի, կլինեն փիլիսոփաներ, ինչպես իրանց առաջնորդներ են, նրանք հավատացյալներ չեն, փիլիսոփաներ են, որոնք փիլիսոփայում են Աստվածաշնչից, բայց Աստվածաշունչը փիլիսոփայություն չի, ճշմարտություն է, կյանք է։ Ուրեմն ես պիտի ճանաչեցնեմ, ասում է Տերը։ Իհարկե ինքը ճանաչեցնելը ուշադրություն դարձեք, Հովհաննես Մկրտչին ասեցին, դու ով ես, մարգարեն ես, մեսիան ես, ասեց ոչ, մարգարեն նույն մեսիան էր, իրանք չէին հասկացել, նույն անձի համար երկու անգամ էին հարցնում, Մովսես ասում, մի մարգարե դուրս կգա ինձ նման, նրան հավատացեք, ուրիշ տեղ էլ Սուրբ Գրքում ասում է մեսիան կգա, դրա համար էնն էլ մեսիան են, բայց նրանք չէին հասկացել, ասում են դու մարգարեն ես, ասում Մովսեսի ասած, ասում են չէ, yəni մեսիան ես, բայց երկու հարց էին տալիս նույն անձի վերաբերյալ չհասկանալ, նրանք գիտենք տարբեր են, մարգարեն, ոչ թե մարգարեները, մարգարեն եւ մեսիան, նույնն էր Սուրբ Գրքում։ Բա դու ով ես։ Ես անապատում կանչողի ձայնն եմ։ Պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը։ Եվ նա շավիղները վերջը շարունակում է արդեն։ Այսօր մեկը հարցնում է, ասում է Հիսուսի ձայնը կա, թե չէ այսօր։ Ասի հա, ես եմ։ Այդ ձայնը։ Ես անապատում չեմ կանչում, գյուղի մեջ չեմ կանչում, քաղաքի մեջ չեմ կանչում։ Ես եմ Հիսուսի ձայնը։ Մեր միջոցով է խոսում ինքը։ Ես Հիսուսը չեմ, նրա ձայնն եմ։ Նա ուզածն եմ խոսում։ Նա իմ սրտում դրածն եմ խոսում։ Իմ մտքում դրածն եմ խոսում։ Հիսուսը խոսում է, այո, իր ձայնով ինֆորմացիա է տալիս ժողովրդին։ Տերը ավետանիշներով, վարդապետներով, առաքյալներով, մարգարեներով Տերը ինֆորմացիա է տալիս, ճանաչողություն է տալիս, որպեսզի լսեն եւ սկսեն ճանաչել։ Դրա համար ասում է, ով որ իմ խոսքը ունի, թող նա խոսա իմ խոսքը, ով որ չունի, թող իմ խոսքը խոսողի տեղ չդնի իրան։ Այսօր շատերը կան, ինչպես եղբայրը ասել, սուտ վարդապետներ, գայլեր, որոնք Աստծո խոսք չունեն, բայց խոսում են Աստծո մասին։ Դրա համար ծռել են ամբողջ ուսմունքը։ Պողոս ասում է, իրենց էլ կկործանեն, իրենց հետևողներին էլ։
Մեկ ուրիշ հատված եմ ուզում կարդալ Հովանու ավետարանի 3-րդ գլխի 30-րդ խոսքից 36-ն էլ միասին։ Ուրեմն սա վկայում է Հովհաննես Մկրտիչը, Աստծո ճշմարիտ վկաներից մեկը։ Երբ որ հարցրեցին, նախանձում էին ամբողջ այդ տեքստը չեմ ուզում կարդալ, Հովհաննեսի աշակերտները նախանձեցին Հիսուսին։ Իրանք ընդունել էին Հովհաննեսին եւ այնց են մտածում կարծես թե Հովհաննեսը պետք է լինի ուշադրության կենտրոնում, նա պետք է լինի ամենամեծը։ Եվ եկան ասին ռաբի, այն որ դու իր մասին խոսեցիր, խոսում է, ինքն էլ է քարոզում, ինքն էլ է մկրտում։ Բայց Հովհաննեսը մի վկայություն տվեց, նրան պետք է աճել եւ ինձ փոքրանալ։ Ասում աճել մեծանա եւ ես պետք է փոքրանամ։ Վերևից եկողը ամենից վերն է։ Այսինքն ինչ շատ խորը խոսքեր են, ուղղակի բոլորը չեմ մեկնի, այսինքն այս աշխարհում ինչքան մարդ որ գոյություն ունեցել է, կա եւ պիտի լինի, ամենից վերը ինքն է, Հիսուսն է։ Հիսուսից վեր ուրիշ մեկը չկա։ Ամենից վերն է։ Երկրից լինողը երկրիցն է խոսում, երկնքից եղողը ամենից վեր է, ինչ որ տեսավ եւ լսեց, նա է վկայում եւ նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում։ Տվյալ ժամանակին չէին ընդունում։ Շատ քիչ մարդիկ, ճիշտ է գալիս էին հազարներով իր շուրջը։ Բժշկվում էին, բայց խոսքը չէին ընդունում։ Տեսակ 5000 մարդ կերակրեց հացով։ Մեկ էլ եկել են, ասում էլի մեզ հաց տուր, հացի համար, Հիսուսն ասաց դուք հացի համար եք գալիս, ոչ թե իմ խոսքը ընդունելու համար։ Բայց ինչ կանես որ քեզ հավատանք։ Ձեր աչքով տեսակ որ հաց բազմացրեց։ Ինչ եք ուզում։ Ուզում են Հիսուսին երեխու տեղ դնեն։ Բա Մովսեսը անապատում, yəni 40 տարի պահեց, դու մի անգամ ես հաց էլի բազմացրել։ Yəni տարիներով մեզի պահի, որ քեզ հավատանք։ Ասել Մովսեսը չէր հացը տվող իմ հայրն էր, որ տվեց ձեզ երկնքից։ Թասիբի են գցում, որ ինքն էլ իրան ցույց տա, ոնց է սատանան, էդ էլ է սատանայից։ Սատանին, եթե Աստծո որդին ես, ես քարեն ասա հաց դին։ Elə եթե Աստծո որդին, եթե ճշմարիտ դու ինքն ես, որը պետք է գար Մեսիան ես, մեզի պահի ամեն օր։ Բայց դերը երեխա չէ, լավություն արել էր քո սովի ժամանակ, բայց քո այդ խորամանկության չի ենթարկվի։ Եվ ինչ է ասում է նրա վկայությունը ընդունողը կնքեց, թե Աստված ճշմարիտ է, որտեղ նա որին Աստված ուղարկեց, Աստծո խոսքն է խոսում, բանն է խոսում, yəni խոսքը, որտեղ Աստված հոգին չափով չի տալիս։ Հայրը սիրում է որդին եւ ամեն բան նրա ձեռքին է տվել։ Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ որդուն չնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծո բարգությունը մնում է նրա վրա։ Որ ասում շատ խորը խոսքեր կան, ուղղակի որոշ բաների վրա կանգնեմ։ Ասում է Աստված, ով նա վկայությունը ընդունում է, նա կնքեց, թե Աստված ճշմարիտ է։ Եթե մեկը, օրինակ եմ ասում, օրինակ ուղղություններ կան, հավատքներ կան, որ Հիսուսին չեն ընդունում, նրա վկայությունը չեն ընդունում, որ Հիսուս ասում է ես եմ աշխարհի փրկիչը, ես եմ Տերը, ես եւ հայրը մեկ ենք, Աստծո հետ մեկացած, Աստված եմ այսինքն, չեն ընդունում, բայց Աստված փառաբաններով իբր բերանով միայն, ասելով ման են գալիս, բայց նրանք չգիտեն ով է Աստված, ոչ էլ իրանք կարող են ապացուցել, որ Աստված ճշմարիտ է, նրանց վկայություններով հազար սխալ կարաս բռնես իրենց քարոզած Աստծո վրա։ Հիսուսի վկայությունը ընդունողը կարող է ապացուցել Աստված ճշմարիտ է։ Դա ասում է, որ նրա վկայությունը ընդունես, նա հաստատում է, որ Աստված ճշմարիտ է։ Ուրիշ ձևի չես կարող
հաստատես Աստված ճշմարիտ է, որտեղ ուրիշի վկայությունները ճշմարիտ չեն, ճշմարիտ վկայողով պետք է հաստատես, որ Աստված ճշմարիտ է։ Մեր շարունակությունը մենք եթե ուզում ենք իմանանք Աստծո ճշմարտությունը, ով է Աստված, Հիսուսի վկայությունով պետք է գնանք առաջ։ Որտեղ նա, որին Աստված ուղարկեց, Աստծո բանն է խոսում, որտեղ Աստված հոգին չափով չի տալիս։ Հայրը սիրում է որդուն եւ ամեն բան տվեց նրան։ Այդպիսի մեկը չկա ոչ հրեշտակների մեջ, ոչ երկնքում, ոչ երկրի վրա, որ նրա մասին այս վկայություն ունի։ Աստված ամեն բան տվեց նրան։ Այդտենց անց չկա։ Ոչ երկնքում Սերոպեներ կաննես բանը մենք մենակ անուն ենք լսել, չենք տեսել, չգիտենք ինչ են։ Ոմանք են նկարագրել են, տեսնողներ, Սերոպեն սենց էր, Քերոպեն տենց էր, հրեշտակը սենց էր, բայց մենք ոչինչ չենք, ասում մի տեղ պատերազմ էր մի երկրում ստեղծվե, հավատացյալներն են ժողովին անում։ Թշնամին մտնում է երկիր, գալիս է լուր են տալիս, հելեք, փախեք, չէ, մենք մեր պաշտամունքը չենք թողնում։ Վերջը, զորքը մտնել է այդ երկիրը կոտրելով գալիս ասում հավատացյալների թեման է սա, տենաս որ ասեղով ես ծակես հրեշտակին, կծակի, ցավ կտա իրան։ Տենաս Մարիամի աչքերը ինչ գույն են, կապուտայել է, սևայել է, կանանչայել է, հետաքրքիր է։ Տենաս Էսի ճառաքյալի մազերն ինչպես է հել է, ճաղատահել է, թե գանգուր մազերա ունեցե, իբր թե Աստծո ծառայություն են անում, չեն էլ ուզում թողեն, թշնամին նկարում է կոտորում է, հավաքված։ Դա համար բաներ կա, որ մարդու թվում է, թե ծառայություն անում, բայց փուչ բաներ են։ Հրեշտակը տենաս ասեղով որ ծակես կցավա իրա, կողա թե չէ։ Դա համար եմ ասում, լսել ենք հրեշտակի մասին, ով որ տեսել է, ասենք իրա տեսիլքը տևացել է 5 րոպե, մի րոպե կամ թեկուզ կես ժամ, մենք մարդուն ամեն օր տեսնում ենք, չենք էլ զանազան մարդը ով է, ինչա պարունակում, իրա մեջ ունենաց 3 րոպեով հրեշտակ տենաս։ Նենց որ 3 րոպեով տենալն էլ, այն չի, որ դիմանաս հրեշտակնով է, ինչ է իրենից ներկայացնում, ուր մնաց սերոպե, քերոպե, երկրային ուրիշ էակներ, որոնց չենք տեսել, բայց մի բան գիտենք, երբեք Աստվածաշունչը որևէ մեկի համար այս վկայությունը չունի, հայրը ամեն բան տվեց նրան, թե երկնքում, թե երկրի վրա, չէ ուրիշ տեղել է, վկայություն չեմ ուզում ժամանակի համար այդ տեղերը կարդանցում, ամեն մի անուն տվեց, որ ամեն անունից վեր է, թե երկնքում, թե երկրի վրա, թե երկրի տակ։ Մեր տակ ինչ-որ բան կա, չենք իմանում։ Սուրգիքը վկայում է, երկրի տակ են ինչ-որ անձնավորություններ կան։ Բայց Հիսուսը դրանցից էլ է վեր, երկրի վրա եղողներից էլ է վեր, երկնքում եղողներից է վեր, իհարկե բացի Հայր Աստծուց։ Եվ Սուրբ Հոգու իհարկե ինքը փոքրացրել է իրեն, հոժարվել է, որ ծնվի դուս կա Աստծուց, պոկվի դուս կա, համարվի ծնված։ Իսկ Սուրբ Հոգին ծնված չի։ Դամը ծնվածը այդ իմաստով ծնողից ավելի վեր է։ Ցած է, կներեք, որ ինչպես որ Տերն է ասում, ուղարկված ուղարկողից մեծ չի։ Բայց ինչ որտեղ Սուրբ Հոգին էլ Հիսուսի ուղարկածը դարձավ։ Պաշտոնի մեջ, ծառայության մեջ, ծնունդի մեջ չէ, բայց պաշտոնի մեջ Սուրբ Հոգին այդ իմաստով ցածրացրեց իրեն, խոնարհվեց, խոնարհության հոգի է։ Զգաստության հոգի է։ Եվ հետաքրքիր նորից հայտնություն, որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ որդուն չնազանդվող կյանք չի տեսնի, այլ Աստծո բարկությունը մնում է նրա վրա։ Այսօր աշխարհում շատ հավատացյալներ միայն սա են բռնել։ Ինչպես Տերը անապատում ասել, նաև գրված է, իսկ իրանք նաև հանել են։ Միայն ասում են, գրած է, ով որ հավատա հավիտենական կյանք ունի, ես հավատում եմ։ Բայց մի նաև գրված է ինչ չես նայում, իսկ ով որ չի նազանդվում, բարկությունը կմնա նրա վրա։
կյանք չի տեսնի։ Երկու հարց կա՝ հավատալ եւ հնազանդվել։ Մեր մեջ կան մարդիկ, որոնց ես մի քանի օր առաջ եմ հանդիման է։ Հավատում եմ, ասի, բայց չես հնազանդվում։ Դու չես վախենում, գրված է։ Չհնազանդվող կյանք չի տեսնի, չի ասում չհավատացող, այո, իհարկե, եթե չհավատա, այդ որտեղից հնազանդվի, բայց պետք է հավատա, որ կարողանա հնազանդվի։ Հավատք եւ հնազանդություն, սա է պահանջում Աստված մեզանից։ Շարունակեմ առաջ գնանք։ Ուրեմն նաեւ Եփեսացիների թղթում ձեզ համար ուշադիր եք, ջանք արեք, որ լսեք, որ ուշադիր լինեք։ Եփեսացիների երկրորդ գլխում այսպիսի մեզ համար բարիք է գրված, հայտնություն է գրված, հարստություն է գրված։ 13-ից 22-րդ խոսքերը։ Ուրեմն մի քիչ վերևից կարդամ 11-ից ասում է, որովհետև հիշեցեք, որ դուք մի ժամանակ հեթանոսներ եք մարմնով, որ անթլպատություն է կոչվում։ Մարմնի միջոցով արած, ձեռքով արած թլպատության հիմքի վրա։ Իսկ 13-ից արդեն ասում է, բայց հիմա մի ժամանակ դուք էդ եք, օտար, պանդուխտ, հեթանոս, վատ, ասենք դատապարտության ենթակա, Աստծո բարկության տակ եղած մարդիկ էիք։ Բայց հիմա ասում է Հիսուս Քրիստոսի ձեռքով դուք որ մի ժամանակ հեռավոր էիք, մոտավոր եղաք Քրիստոսի արունով, ուրիշ ոչ մի բանով, ձեր հարստությունով չէ, ձեր ցեղով չէ, ձեր ջոջերով չէ, ձեր ազգանով չէ, ձեր ազգությամբ չէ, Քրիստոսի արունով մոտավոր եղաք։ Որտեղ նա է մեր խաղաղությունը, որ երկուսին մեկ արավ եւ մեջ տեղի բաժանող պատը թշնամությունը քանդեց իր մարմնով։ Տեսեք դրանք ինչ երկուս են։ Մեկ արավ։ Հրամաններով դրված պատվիրանքների օրենքը խափանելով, այսինքն դատաստանի օրենքը, որ պետք է դատվեիր, իր մարմնով խափանեց, քո պարտքը մարեց, ներեց, որտեղ նա է մեր խաղաղությունը, որ երկուսին մեկ արավ եւ մեջտեղի բաժանող պատը թշնամությունը քանդեց իր մարմնով, հրամաններով դրված պատվիրանքի օրենքը խափանելով, որ իրենով երկուսին մեկ նոր մարդ ստեղծե խաղաղություն անելով եւ երկուսին մեկ մարմնով հաշտեցնե Աստծո հետ իր խաչովը, թշնամությունը նրանով սպանելով եւ եկավ ավետարանեց խաղաղություն ձեզ հեռավորներից եւ խաղաղություն մոտավորներին, որովհետեւ նրանով երկուսը մեկ հոգով ունենք մոտենալ հորը, ասիկա հрьяաների եւ ոչ հрьяաների մասին է, երկուսը մեկ արած նույն մարմնով հաշտեցրեց երկուսիս էլ Աստծո հետ, հետո ինչ վկայություն է տալիս։ Հիմա շատեր ասում են, անգամ քրիստոնյաները, հрьяաները հատուկ ազգ են, սուրբ ազգ են, ընտրյալ են, բայց ինչ ասում։ Դու էլ ես ընտրյալ, իհարկե այն հрьяան ընտրյալ չի, որ Աստծո ճանապարհով չի գնում, որ Աստծո կամքը չի ընդունում, նա ընտրյալ չի, սուրբ չի, հեռացած է սրբությունից, էլ Աստծուց է։ Բայց այստեղ ասում է երկուսին, հрьяաներին եւ հեթանոսներին Քրիստոսի արունով, մարմնով Աստծո հետ հաշտություն կնքեց Հիսուսը իր արունով եւ մարմնով եւ երկուսին հաշտեցրեց իր խաչի մահովը թշնամությունը վերցնելով Աստծո հետ եւ ասում է խաղաղություն արեց ձեզ հեռավորներին եւ նաեւ այն մոտավորներին, որոնք մոտ էին կոչվում հрьяաները, որտեղ նրանով երկուսը մեկ հոգով ունենք մոտենալ հոր մոտ, ուրեմն այսուհետև այլ եւս օտար եւ պանդուխտ չեք, այլ սուրբերի հետ քաղաքացիներ եւ Աստծո ընտանիքներ
ընտանիքի անդամները, այսինքն այդպես։ Առաքյալների եւ մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է, որ նրանում բոլոր շինվածքը միասին հարմարված աճում է, որ լինի սուրբ տաճար Տերով, որ նրանում դուք էլ նրա հետ շինվում եք Աստծո բնակարան հոգով, ով մոտավորները, հեռավորները, ամեն ազգերից, ովքեր որ ընդունում են Քրիստոսին, Աստծո բնակարան հոգով, Աստծո տաճար։ Հիմա Աստծո տաճար չկա երկրի վրա, թեկուզ թող շինեն, քարեղեն իրենց վար տեղեր են շինում, նկար կպցնեն, ինչ կանեն, Աստծո տաճարը ասում դուք եք, կենդանի քարեր, մարդիկ, դու հավասարվեցիր հրյայի հետ, ինքն էլ էր թշնամի արդեն, դու էլ էր թշնամի, իրենց գործերով, մենք էլ մեր գործերով, բայց Հիսուսը հաշտեցրեց երկուսս միասին դարձել մեկ տան մատերիալ, քարեր, որոնք Աստծո համար որպես տաճար եւ տուն են շինվում։ Նույնը Աստծո համար մենք դարձանք հավասար։ Չկա այլևս ցածր ազգ հավատացյալների մեջ եւ բարձր ազգ, որտեղ նույն արժեքով, նույն արունով, նույն մարմնով, նույն աստվածային իր արժեք Քրիստոսի արժեքով ենք մենք մեկացե դարձը Աստծո տուն։ Աստծո տան մեջ մեկը ցածր չի, մեկը բարձր։ Օրինակ ասենք, վերում եք, լավ, խնձորեք, այս օրերի խնձորների հետ շատ գործ ունեն, շատերը գիտեն։ Մի երկու արկը խնձոր են տվել, դրե ասում եք, սա, ասենք 500 դրամանոց է, այն մեկը 300 դրամանոց։ Էսի դրանից բարձր է, բայց եկեղեցի մեջ դες չկա, որտեղ երբ որ գնաց Աստված մեզ գնեց, նույն գնով գնեց։ Ինքն էլ է, ասենք, ինչ որ մեծ թիվ, դու էլ նույնը, մի կոպեկ ավել չես, պակաս չես։ Հրյան քեզից ավել չի, ոչ էլ պակաս է, ոչ էլ դու ես հրյայից ավել կամ պակաս։ Որտեղ նույն գնով ենք գնվել, իրական ճշմարտությունը սա է ասում։ Աստվածաշունչը սա է ասում։ Եվ շարունակեմ, ասում է, ուրեմն մենք դարձանք Աստծո տաճար եւ տուն։ Բացի Քրիստոսով, նաեւ ասում է հոգով, Սուրբ հոգով։ Աստված ինչ ա ներդրել։ Իր կողմից ինչ ունի ներդրել է։ Ամենաթանկը ես երկնային կամ երկրավոր մատերիալները հաշվի չեմ առնում։ Իր միջից, իր որդին, իր օքին, իրեն ներդրել է, որ մեզ սարքի իր տունը։ Սրանց թանկ բան չկա։ Մենք մեզ էլ ճանաչենք, սա էլ Քրիստոսի շնորհքով է, որ մեզ էլ ճանաչենք։ Եվ հետաքրքիր է, չէ՞, Հովհաննես ասես, նա պետք է աճի, ան մեծանա, ես փոքրանամ։ Որ հիմնականում իմ ցավը սա է, որ ոմանք կան չեն աճում ճանաչողության մեջ։ Մենք մարդ, ասում ես պետք է փոքրանամ, նա մեծանա, սա չի նշանակում, որ պետք է անարգվի։ Մարգարեն կամ ասենք ավետանիշները, առաքյալները, ծառաները, ոչ, ինչքան մենք խորն ենք հասկանում հոգևոր կյանքի, այդքան այդ ծառաները մեր աչքին բարձրանում են, բայց Հիսուսի հետ համեմատ, Հիսուսը շատ պիտի բարձրանա, որ մարդու փոքրությունը երևա, բայց ինչու, երկար տարիներ ոման գալիս են ու Հիսուսը հետ չի բարձրացել իր աչքին շատ, մի փոքր է բարձրացել, ու մի տարօրինակ մոտեցում կա հավատացյալի, որ խոսքով չի բարձրանում Հիսուսը, գիտեք երբ է Հիսուսը բարձրանում, մի հատ փորձանքի եկե, փորձանքից փրկելը, վայ, Տեր ջան, իմ թանկագին, իմ փորձանքի պատճառով է Հիսուսը բարձրացել, որովհետև իրան փրկեց փորձանքից, այո, դա էլ է պատճառ, բայց դա շատ փոքր մի միջոց է,
որ Հիսուս ճանաչենք, Հիսուսին բարձրացնենք։ Մեր աչքի կերևա թե որ ինձ փորձանքից, հիվանդությունից, մահից, չգիտեմ ինչից փրկես կամ իմ երեխունին, հարազատին, ուրեմն Հիսուսը շատ բարձրացավ, չէ, շատ չի բարձրացավ։ Դա մի փոքր ճանապարհ է, որով ինքը բարձրացավ։ Կարա հետո չարը բերի ասի, ինչ իմանաս Հիսուսն արի, դու ես վերագրում Հիսուսին։ Բայց խոսքը հաստատ է։ Խոսքով պիտի բարձրանա Հիսուսը։ Նա պետք է բարձրանա։ Հիմա ամեն մեկս ես ձեզ չեմ ասում, հարց չեմ տալիս որ պատասխանեք, ուղղակի մենք մեր մեջ սրտում պատասխանենք։ Արդյոք ինձ համար Հիսուսը բարձրանում է, թե չի բարձրանում, թե նույնն է մնացել։ Բարձրանում է Տերը, թե չէ։ Թե 2 տարի առաջ ոնց կար, այտենց են իմ մոտ նույնն է, նույն են 2 տարվա առաջվա խոսքն եմ կրկնում։ Ինձ համար խաչվել է, ինձ համար մեռել է, ես փրկված եմ ու գնա քո հավերի մոտ։ Վերջացավ։ Աստված ձեզ պահապան։ Ուրեմն քանի որ ժամանակը կարճ է այսօրերին, ամեն խոսք կատարվում է։ Մենք չենք նկատում շատերս, ովքեր ուշադրություն են դարձնում, տեսնում են։ Շատ կարճ է ժամանակը, դրա համար Տերը ասում է, այս կարճ ժամանակի մեջ ասա թող արագացնեն իրենց ապաշխարությունը։ Իմ ճանապարհի վրա ավելի հաստատ կանգնեն, ավելի շուտ խորանան։ Ժամանակը ծախու առեք, մի զբաղեք ամեն ավելորդություններով։ Շատ բաներ կա Պողոսի ասած, ամեն բան որ երկրի վրա մեղք չի, որ ինձ խանգարի։ Միայն մեղքը չի, որ խանգարում է մարդուն։ Ասում եմ, ամեն բան ինձ կարելի է, արդեն մեղքը հանած է ասում։ Շատ բաներ կա, մեզ կարելի է, բայց ամեն բան չէ, որ օգուտ է տալիս։ Շատ տեղեր կանչում են, որ ես ուզենամ գնամ, ամեն օր հրավիրված եմ ես, որևէ տեղ, բայց չեմ գնում։ Պետք է կլինի իմ կյանքի հաշվից, Հիսուսին ճանաչելու հաշվից, եկեղեցու ծառայելու հաշվից։ Դա ասում մի նեղացեք, ես չեմ կարողամ։ Անգամ Տեր ասես թող գնամ հորս թաղեմ, ես հետևից գնացողներից մեկը։ Ասես թող մեռելն է թաղեն իրաց մեռել, այսինքն մեռել գետին չի մնա, կթաղվի։ Բայց եթե այդ պահին ծառայության մեջ հանձնարարություն կա քեզ գնա, այդ հանձնարարությունը տարա։ Անգամ շատ ժան գովում են այն մարդուն, անունը չեմ տալիս լսել եք, ասում է Խրուշչովի ժամանակ այն որ ասում է հայ-հայեր արդեն ատոմային պատերազմ էր սկսվում Ամերիկայի եւ Սովետի մեջ։ Մի հայ ներկայացուցիչ գնացել էր Պոլիտբյուրոյի անդամ Մոսկվայում։ Գնացել էր Ամերիկա, որպեսզի այս հարցեր լուծի, որ պատերազմ չսկսվի։ Եվ ինքը այդ հարցերով էր զբաղված, Սովետում կինը մահացավ։ Լսել եք թե չէ։ Կանն էլ իշեկով այլ է։ Լավ, չեմ ասի։ Իմանաք։ Մեկ էլ ասում է կինը մահացավ, լուր տվին կինը մահացել է, բայց գործ այնքան կարևոր էր, որ չեկավ կնոջ թաման։ Կարող էր թռնել գար։ Մի օր ուշացնեն ինքը գար հասներ։ Բայց չեկավ, ուրիշներ իր կնոջ թաղեցին, ինքը շատ ավելի կարևոր գործով էր զբաղված։ Գիտեր ինչ է լինելու, եթե ինքը այդ գործը անտեսի թողի գա։ Դրա համար, այո, շատ տեղեր կարող ենք գնալ, բայց ինչի հաշվին հաշվի առ։ Տաշի տուշի, կյանքը տեր կգնա ուրիշի։ Որովհետև ասեց նայ քո պսակ ուրիշը չառնի, ասենք քո տեղը դատարկ չի մնա, ուրիշը կգա կնստի։ Եթե դու անտարբեր վերաբերվես այս մեծ փրկության հանդեպ, Աստված ձեզ պահապան։